Վերջից հարցերի, եթե կարելի է, ինչի շատ ավելի չի մեծացել մեր առևտրաշրջանառությունը Միացյալ Էմիրությունների, որտեղ ես չեմ կարծում, որ շեշտակի բարձր է եղել այդ ներմուծման մաքսատուրքը։ Մեզ մոտ ի՞նչն է խանգարում, տրանսպորտային կոմունիկացիաներն է, ինչ խնդիր ունենք մենք, ուղղակի չվստահելն է, թե վստահելն է, թե այլ երկրներ ավելի հարմար է մեզ արտահանելը, նկատի ունեմ, օրինակ մենք պետք է շատ տարբեր ապրանքներ արտահանեինք դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այնտեղից ես միշտ այդ կարգի մտքեր եմ լսել, որ ասել են ինչու չեք շատ ավելի լայն ապրանքներ ներկրում Արաբական Միացյալ Էմիրություններ, նրանք պատրաստ են եղել միշտ ընդունելու, հիմա էլ քանի որ արդեն օրենքի ուժ ենք տալիս համաձայնագրի ավելացման արդյունքում ունեք հաշվարկ, ինչքան կարող ենք ավելի օգտակար լինել, որպեսզի ավելի մեծ ծավալներ գնա, որտեղ դա կբերի դիվերսիֆիկացման մենք դեպի այն կողմ սկսենք արդեն որոշակի ապրանքներ արտահանել։ Պարոն Սուքերոսյան, ըստ էության ծոցի երկրները շարունակում են մնալ դիվերսիֆիկացիայի առումով երկրորդ ամենահետաքրքիր շուկաներից մեկը։ Մենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բավականին լավ առևտրաշրջանառություն ունենք, օրինակ 2026 թվականի հունվարին կազմել է 77.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Հարաբերակցությունը արտահանման եւ ներմուծման Հարաբերակցությունը արտահանման եւ 77-ի մեջ մտնում է բանը թանկարժեք իրերը։ Այդ թանկարժեք իրերը անցած տարի հունվարին էր մտնում եւ դրա համար առևտրաշրջանառությունը կազմում էր նույն ժամանակաշրջանի համեմատ 138 միլիոն։ Այսինքն եթե վերարտանման կտորը հանում ենք, նայում ենք ծագումը ըստ էության այդքան էլ չի նվազե։ Մենակ վերարտանման կտորն է մի քիչ նվազելու, նույն տենդենսը կա ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը, որ համեմատում ենք ինքը իրականում մեծ նվազում չունի, այլ այդ վերարտանման կտորն է դուրս եկել, այնպես որ այստեղ կարծում Ձեզ մոտ կա, որ մեր պատրաստի ապրանքի արտահանումը եւ հումքի արտահանումը, այդ տարբերությունը, որ մենք հասկանանք այդ տենդենսը կշարունակվի, մենք ինչ կունենանք։ Օրինակ հիմա դուք նոր օրենսդրական կառավարությունը երեկվա կառավարության նիստով ընդունեց ոսկերչական իրերի պատրաստման առումով բավականին լավ պայմաններ տվեց մեր ոսկերիչներին Հայաստանի։ Այդ նշանակում է մեր ոսկերիչները եւ մեր ոսկերչական ապրանքը առավել մրցունակ կլինի։ Հիմա դա դուք գոնե դրա մեջ հաշվարկ ունեք, այդ մրցունակի արդյունքում էլ դա ինչքան կարտահանվի որպես պատրաստի ապրանք։ Ինչքան կարտահանվայի մասով տեղեկատվություն այս բան իմ ձեռքի Իսկ ով է ձեր որ վարչությունն է, որ կազմում է, որ Մենք ունենք երկու վարչություն, որոնք դրանով զբաղվում են, ռազմավարական ոլորտների վարչություն ունենք, որը հենց ոսկերչական ոչ մի հաշվարկ չունեք, եթե այդ օրենքը կառավարության նիստով ընդունել եք։ Վստահ եմ, որ այդ հաշվարկը կա, ուղղակի իմ ձեռքում Ուրեմն ասեմ, ձեզ մոտ հիմա չկա, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մենք զրոյականացնում ենք, այդ դեպքում պատրաստի ապրանքը ինչքան ավելի կմեծանա ծավալները։ Լավ, բարձր, շնորհակալություն։ Ըստ էության, պարոն Հակոբյան, մյուս հարցը բովանդակային նույն հարցն է։ Ես ներողություն պարոն պարզաբանող հարց Մոնղոլիայի հետ ազատ առևտրի պայմանագրի մեջ նշված է ժամանակավոր տերմինը, դա ինչ է նշանակում, ինչու ժամանակավոր եւ ինչքան ժամանակավոր։ Պարոն Թոսյան, ուրեմն երկու կերպ է կարգավորվում ազատ առևտրի համաձայնագրերը ու ժամանակավորը 3 տարով է, 3 տարի երկարացմամբ, եթե երկու կողմերն էլ կարծում են, որ նպատակահարմար է երկարացնել։ Օրինակ մենք նման նախադեպ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որտեղ ժամանակավոր կնքվեց, ժամանակավորից հետո արդեն երկարացվեց մեծ ժամկետով։ Դա ընդհանրապես ընթացակարգային ձևերն է, որովհետև կարող է կողմերից մեկին ցույց տա ժամանակաշրջանը, որ իր տնտեսության համար այդքան էլ նպատակահարմար չի։ Այսինքն կյանքի ես կոչում մաքսատուրքերը զորացնում ես ու հետո շարունակում ես մշտադիտարկել, բայց այսքան ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում մի երկրի հետ է եղել, որ կնքվել ազատ առևտրի համաձայնագիր եւ չի երկարացել, մնացածի դեպքում ժամանակավոր կնքվել եւ եթե չեմ սխալվում Սինգապուրն էր, բայց դա չեք Սինգապուրը մի երկրի հետ եղել է նման օրինակ ունեցել։